Իսկ դու գիտեք, որ Ամերիկան հայտնաբերվել է Քրիստոֆոր Կոլումբոսից 500 տարի առաջ։ Մոտ մեր թվարկության 1000 թվականին նորվեգացի ծովագնաց Լեյֆ Էրիքսոնի կողմից։ Լեյֆը Էրիկ Կարմրահերի որդին էր, ով հիմնել էր Գրենլանդիայում վիկինգների առաջին գաղութը։ Գնելով նավ Բյարնի Հերիոլֆսն անունով վաճառականից, ով նկատել էր հողեր արևմուտքում, բայց երբեք չէր իջել ափ, Լեյֆը ճանապարհ է ընկնում ցամաք հասնելու նպատակով։ Նրա առաջին կանգառը ցուրտ եւ ժայռոտ վայր էր, որը նա անվանում է Հելլոուլենդ, հավանաբար ներկայիս Բաֆինի կղզին։ Դրանից հարավ նա հասնում է անտառապատ մի տարածք, որը կոչում է Մարքլենդ, ներկայիս Լաբրադոր։ Իսկ ավելի հարավ նա գտնում է մի շատ գեղեցիկ վայր, լի վայրի խաղողով եւ սաղմոնով։ Նա այն անվանում է Վինլենդ, գինու երկիր, որը հավանաբար այսօրվա Նյուֆաունդլենդն է։ Լեյֆն այնտեղ կառուցում է խրճիթներ եւ անցկացնում է ձմեռը, դառնալով մեզ հայտնի առաջին եվրոպացին, ով ոտք է դրել Հյուսիսային Ամերիկա։ Ըստ նորվեգական սագաների, Լեյֆը եւ իր արշավախումբը հանդիպել են բնիկ ամերիկացիներին, որոնց նրանք կոչում էին սկրեյլինգներ, բայց խուսափել են բախումներից, կենտրոնանալով տարածքի ուսումնասիրության վրա։ Լեյֆը իր հյուսիսամերիկյան ճանապարհորդության ընթացքում անցել է 4800 կիլոմետր Քրիստոֆոր Կոլումբոսի ծնվելուց դարեր առաջ։